Շարունակում ենք մեր ընթացքը սիրելիներ, եւս մեկ ապացույց, որ երբ մարդիկ պարտաճանաչ կերպով անում են իրենց աշխատանքը, լծված են շատ կարևոր գործի եւ սիրում են նաեւ իրենց մասնագիտությունը, ապա տարվա ավարտը գոնե լինում է հաղթական։ Այս իմաստով սիրո դեպքում ամուսնությունն է ավարտը լինում եւ ընտանիքի նաեւ պահպանում աշխատանքի նկատմամբ սերն շատ այսպես ծանր արդյունքներ կան, որովհետեւ գուցեև մեր չեմպիոնների մասին մենք չենք խոսում ամեն օր ու ամեն անգամ չի գովազդվում նրանց անունները, բայց մարդիկ արիուտես որ աշխարհում բարձր են պահում Հայաստան աշխարհի անունը։ Ներկայացնենք մեր չեմպիոններին, ընկերներ, Հայաստանի պրոֆեսիոնալ Muay Thai ֆեդերացիայի նախագահ Արամ Աբրահամյանն է մեզ մոտ աղավարում, աշխարհի առաջնության հաղթող Կարո Ոսկանյանը, եւ աշխարհի Muay Thai չեմպիոն Հայկ Վարդանյանը։ Ողջույն տղերք, ուրախ ենք ձեզ այդ աղավարում տեսնելու համար, ոնց եք։ Շատ լավ, շատ շնորհակալ ենք հրավերի համար։ Մենք էլ ենք ուրախ ձեզ տեսնել։ Շնորհակալ ենք շատ։ Հաղթելով, վերադառնալով ու ամենակարևորը մեր տաղավարում գտնվելու համար։ Եվ կիսելով այս հաղթանակը մեզ հետ նաև ու մի ամբողջ ազգության։ Ասում այս գոտինից ծանր է, գոտին ճիշտ է։ Այո, այո։ Հաղթական գոտին։ Ոնց է սկսվում ձեր առավոտը։ Կա ինչ-որ մի հետաքրքիր առանձնահատկություն, որը որպես պրոֆեսիոնալ մարզիկ, ելնել Muay Thai ներկայացնող ամեն առավոտ պետք է անեք։ Չգիտեմ, դա վազքն է, դա մարմնամարզությունն է։ Նախ եւ առաջ շուտ է սկսում։ Հասարակ բոլոր մարդկանցից շուտ է սկսում պրոֆեսիոնալ մարզիկի օրը։ Այս հենց այնպես չի որ այս հարցը տալիս է, որովհետև ձեր ընկերներից, մարզիկներից Հովհաննեսը էլի իմ լավ ընկերն է ու ես միշտ նրա Instagram-յան էջում տեսնում եմ ստորիներում, ոնց է ամեն առավոտ ժամը 6-ին վազում։ Հովհաննես Քալաշյանն նշենք, մեր լավագույն մարզիկներից հավաքականի անդամ։ Հրաշալի։ Իդեպ արխիվում հեսա նորություն կլինի, ունենք պրոֆեսիոնալ մենամարտ Քալաշյան Հովիկը պետք է մասնակցի։ Հաջողություն եւ հաղթանակ միանշանակ։ Լավ խոսենք իհարկե այն իրադարձության մասին, որը բերեց Հայաստան ոսկիներ, արծաթներ, բրոնզեր, Թայլանդում կայացած Muay Thai աշխարհի առաջնության մասին։ Այո, 2025 թվականի աշխարհի առաջնությունը տեղի ունեցավ Բանգկոկ քաղաքում, Թայլանդի թագավորության մարտի 9-ից 19-ը։ 10 օր աշխարհի առաջնությունն էր։ Ներկայացել էինք 12 հոգանոց ընդհանուր հավաքականով Հայաստանից եւ ունեցանք շատ լավ արդյունքներ, 3 ոսկի, 3 արծաթե մեդալ եւ 1 բրոնզե մեդալ։ Եթե ես չեմ սխալվում, Թայլանդը համարվում է Muay Thai-ի հայրենիքներից մեկը, թե ոչ։ Այո։ Ու ինչպես է մեզ հաջողվում այդ մշակույթը այսքան հաջողությամբ մեզ մոտ ունենալ, այսինքն ուզում եմ հասկանամ մեր տարածաշրջանն նաև գենետիկ առումով տրամադրում, որ մեր տղերքը այդքան ճիշտ ու գրագետ մենամարտեր ունենան դիտողսակիր լինելու համար, թե նաև դպրոցն է մեզ մոտ ուժեր, մի քիչ կպատմեք ժառանգած մեթոդների մասին։ Ամեն ինչը իրար հետ կոմպլեքսային, որովհետև եթե մի հարցում թերանում ես, ապա հաջողություն շատ դժվար է կերտել եւ հաղթանակ եւ մեր գենոֆոնդն է, մեր հայ ազգի խառնվածքն է։ Մենք բոլորս գիտենք, որ մենապայքարայինում մենք շատ բարձր ցուցանիշներ ենք միշտ ցույց տվել։ Մեր թասիբն է, մեր պատիվն է եւ միանգամից պետք է ասեմ դիսցիպլինան է եւ աշխատասիրությունը։ Ինչ կասեն Կարոն եւ Հայկը այս ամենի մասին։ Մի փոքր ծանոթանանք, քանի տարեկանից եք սկսել այո այս սպորտաձևով զբաղվել եւ ձեր հաջողությունների։ Ես արդեն 25 տարի եմ զբաղվում եմ սպորտով։ Քանի տարեկան։ Ես 30 տարեկան եմ, հա։ Արտաքինից չի երևա, որ Հենց այս սպորտաձևով 25 տարի։ Նո, սկսել եմ ուրիշ հարվածային մարտարվեստից, բայց կյանքը վերել է հասցրել այստեղ ու ես շատ գոհ եմ դրանից։ Ես տարբեր մարտարվեստներ պարապելուց հասկանում եմ, որ կարելի է մի բան պարապել, որտեղ ամեն ինչ կա, որտեղ ամենագեղեցիկը կարած գտնես, այս արևելյան մարտարվեստերի մեջ։ Մի խոսքով Muay Thai-ը այն մարզաձևն է ու մարտարվեստն է, որ թե ֆիզիկապես դու ինքնավստահ ես լինում քո վրա, թե հոգեպես, թե միտքդ հանգիստում, вообще Թայլանդից է կանի, որ ինքը գալի, թայլանդացիք էլ իրենց մշակույթի մեջ շատ բարի ու ասենց կամեցող ժողովուրդ են, որ շատ ասենց այդ աուրան սպորտի միջոցով է գալի։ Մենք ռինգում կողքից նայելու շատ դաժան կարա լինի տեսարանները, բայց մենամարտի ավարտից հետո անմիջապես
դրական էմոցիա հակառակորդի հանդեպ բարեով լցված, սա կարևոր ֆակտոր է սպորտի մեջ, որ կողքից նայելուց որ չհասկանաս սա այսպես ասած մենակ դաժանությունն է, վնաստալ է մեկը մյուսին, այլ հարգանքը եւ ուշադրությունը դիմացի մարզիկի հանդեպ նույնպես կա, բայց մի փոքր ուշ էլի մենամարտից հետո իհարկե։ Ես նաև մեջբերում անեմ շատ հետաքրքիր է ընդհանրապես մեր ֆեդերացիայի պատմության ընթացքում էլի, որ sense դեպքեր է եւ Կարոյի դեպքը կրկնվող դեպք է, որովհետեւ մենք ունեցանք 2016 թվականին մեր Էդգար Մելքոնյանը առաջին աշխարհի չեմպիոնը Muay Thai-ի Հայաստանը ներկայացնող, ինքը ունեցել էր 10 տարվա ընդմիջում, հետո վերադարձել էր սպորտ եւ բավականին արդեն մեծ տարիքում սպորտսմենի համար մեծ տարիքում կարողացել էր նվաճել աշխարհի չեմպիոնության տիտղոսը եւ կանոնել ունեցել է 7 տարվա ընդմիջում եւ ես անպայման պետք է նշեմ, որ ընդմիջումից հետո ավելի դժվար է վերադառնալ սպորտ, անհամեմատ դժվար է, քանզի երբ որ դու զերոյից ես սկսում, բայց կարողացել է իր մեջ գտնել կամք, ուժ, ցանկություն, ստիմուլ եւ նորից վերադարձել է եւ այս տարիքում կարողացել է նվաճի մեծահասակների մինչև 86 կիլոգրամ քաշային կարգում ոսկե մեդալ։ Տարիքից խոսեցի, կարամ որն է այն վերին շեմը հենց Muay Thai-ի մարտարվեստում։ Նայեք, ընդհանուր աշխարհում չկա տենց շեմ, դե բնականաբար առաջնություններում աշխարհի Եվրոպա, Ասիա, արաբական երկրների առաջնություններում շեմ կա 39 տարեկան։ Բայց մենք շատ դեպքեր կան, որ վետերաններն են մասնակցում, մեծերն են մասնակցում, պրոֆեսիոնալ մենամարտեր են, որտեղ արդեն ավելի մեծ տարիքով մարդիկ են մասնակցում, մարզիկներ, բայց առաջնություններում շեմը 39 տարեկան է։ Շատ լավ, դա բարձեցինք Հայկ ջան, մի քիչ ներկայացրու քեզ, հասկանանք դու երբանից ես զբաղվում Muay Thai-ով։ 6-7 տարեկանից համարյա 20 տարի սպորտի մեջ եմ ու կարելի ասել ես գոտին ես հաղթանակը 20 տարվա պատմություն ունի, էլի։ Ես էլ Կարոյի հետ նույն սպորտից ենք սկսել, հարվածային ուրիշ սպորտ էր, հետո հասկացա ես, որ ամենահարմար, ամենաարդյունավետ սպորտը հարվածայինների մեջ Muay Thai-ն է, փոխեցինք Muay Thai ու տենց շարունակեցինք մինչև հիմա։ Իսկ այդ հարմար է, հետաքրքիր է, էլի, ինչով է հարմար։ Հիմա հեռուստադիտողների մեջ գուցե կլինեն ծնողներ, որոնք իրենց փոքրիկ տղաներին պատրաստվում են տալ սպորտի մարտարվեստի որևէ տեսակ։ Ինչով է հարմար։ Հիմա կմեկնաբանեմ այդ հարմարը ինչա նշանակում տերմինով սպորտսմենների, մարզիկների, այսինքն դու միշտ փնտրում ես քո սպորտաձևը եւ տարատեսակ հարվածային մարտարվեստներից սպորտաձևերից, հա, մարտաձևերից հետո կամաց նայեք, անընդհատ ուզում ես ոնց որ ռեժիմը էլ ավելի ոնց որ խստանա, էլ ավելի չոր մարզաձև, իսկ Muay Thai ինքը ընդհանրապես ամբողջ աշխարհում ինչով է հայտնի, որ արագ եւ էֆեկտիվ շարքից հանել հակառակորդին, այդ է դրած հիմքում։ Օգտագործելով քո վերջույթների, ձեռքերի եւ ոտքերի, ծնկների, արմունկների հարվածները, այսինքն ինքը ունիվերսալ մարտարվեստ է, ունիվերսալ սպորտաձև է, չլավ էլ երկար տանջվում են 5 ռաունդանոց մենամարտերն են լինում պրոֆեսիոնալ տիտղոսային այո։ Բայց հասկանում ես, որ այդ է քոնը, դու այդ ունիվերսալությունն ես փնտրել եւ գտել ես։ Իհարկե ճաշակին ընկեր չկա, բայց մեր տղաները սիրում եւ ընտրել են այդ սպորտաձևը։ Իհարկե հարգանքի են արժանի բոլոր սպորտաձևերը։ Այս դեպքում իհարկե նկատի ունենք մարտարվեստների հետ կապված, բայց ամեն դեպքում ցույց է տալիս, որ աշխատասիրությունը, նպատակասլացությունը հաբերում է այն գոտիներին եւ մեդալներին, որոնք հիմա դրված են մեր սեղաններին։ Հետաքրքիր է նայելով համաշխարհային սպորտի պատմությանը, մենք տեսնում ենք կադրեր, իհարկե, որոնք թվում են շոուներ են հատուկ պատրաստված հանդիսատեսի համար եւ այլն, բայց
այս կար ժամանակահատվածում արդյոք կան մարզիկներ, ովքեր արդեն հայտ են ներկայացնում, որպեսզի հաջորդ աշխարհի առաջնությանը գան ու պայքարեն այս գոտու համար, սիրելի ընկեր։ Հայաստանի Հանրապետությունից Եվ ոչ մեր պրոֆեսիոնալ Muay Thai ֆեդերացիայի մասին է եթե խոսքը, նախ եւ առաջ մեր մոտ նախընտրական փուլեր կան, որ այդ նախընտրական փուլերով պետք է անցնեն մարզիկները բնականաբար եւ մենք փորձում ենք ներկայացնել լավագույն մարզիկներին իրանց քաշային կարգում։ Սակայն եւս մի այլ կողմ էլ ունի, հա, այս մեդալը, որ ֆինանսապես ոչ բոլորն են, մենք ունենք շատ հեռանկարային մարզիկներ, ցավոք սրտի ֆինանսապես չեն կարողանում մասնակցել։ Բայց սպասում ենք, որ լավ կլինի եւ մեջբերում անեմ։ Հիմա նոր մի հատ միություն է ստեղծվել, ոչ օլիմպիական մարզաձևերի միություն, որը անմիջապես օլիմպիական կոմիտեի ենթակայության տակ է եւ համագործակցում է մեր ազգային օլիմպիական կոմիտեի հետ։ Եվ կարծում եմ, օրինակ անցած տարի ես նաև շնորհակալություն կուզեմ հայտնեմ այդ դեպքի հետ կապված, այդ իրադարձության հետ կապված, անցած տարի 2024 թվականի լավագույն մարզիկներին եւ մարզիչներին Հայաստանի Հանրապետության ազգային օլիմպիական կոմիտեն եւ ասոցիացիան ոչ օլիմպիական մարզաձևերի գեղեցիկ շատ միջոցառում էին կազմակերպել եւ պարգևատրումներ արեցին։ Այսինքն արդեն կա տենդենց եւ կա քայլ, որ եւ հույսով ենք, որ այդ հարցն էլ կամաց կշտկվի, այսինքն լավագույնները, արժանիները կարողանան արդեն մասնակցել միջազգային մրցաշարերի։ Եվ Հայկից կներեք, Հայկից էլ ասեմ, անպայման պետք է նշեմ, որ 2024 թվականի աշխարհի առաջնությանը Հայկը եւս ոսկե մեդալակիր է։ Որերորդ ոսկիներ։ Ոսկե մեդալակիր էր 57 քաշային կարգում, ինքը կարողացավ նվաճել ոսկին եւ այս տարի արդեն կրկնում է իր հաջողությունը, ուրախացնում է մեզ, երկու անգամ է դառնում աշխարհի չեմպիոն եւ արդեն նվաճում է գոտին չեմպիոնական հաղթանակ ունե 3 հաղթանակով մենք հասանք այս գոտու։ Այն փաստը, որ վերադարձել եք գոտիներով եւ գավաթներով, դա հրաշալի է։ Ուրախ ենք շատ, որ տղերքը լավագույն մարզավիճակում են, բայց իմ հարցը վերաբերում էր բոլոր այն մարզիկներին, ովքեր մենամարտելու են հաջորդ առաջնություններում տղերքի հետ եւ մենամարտելու են այս գոտիների համար։ Հակառակ կողմից ուզում եմ հասկանամ ինչ ակտիվություն կա մարզիկների կողմից։ Արդյոք արդեն կան ռևանշի հայտեր, արդյոք արդեն կան մարզիկներ, ովքեր ցանկանում են ձեզ հետ մենամարտել, արդեն իսկ ձեր սեփականությունը հանդիսացող մեդալների եւ գոտիների։ Այս առաջնությունում էլ հետաքրքիր է, որ ազգի ներկայացուցիչների հետ եք մրցակցել։ Հետո անցնենք մյուս տարի։ Սկսեմ ձեր հարցից, եթե կարելի է։ Այսպես ասեմ, երիտասարդ սերունդը, որ արդեն համեմատ մեզ երիտասարդ էլ, մենք էլ ենք երիտասարդ, բայց ամեն դեպքում փորձում է, որ մեր տեղը զբաղեցնի, այսպես ասեմ։ Դե տակարյուն է դրա կա, մենք էլ պատրաստ ենք զիջենք լավագույնին ամեն դեպքում, ժամանակից առաջ չենք ընկնի, ինձ թվում է, դեռևս մենք ենք առաջինը, կվայելենք այդ առաջին լինելու բեկրանքը, բայց պայքարի մեջ ենք դեռ, չգիտենք առջևում ինչ կստացվի, առջևում ունենք Եվրոպայի առաջնություններ, իդեպ թույլտվություն կվերցնեմ նախագահից Muay Thai-ի Եվրոպայի առաջնության հյուրընկալ երկիր ենք համարվում այս տարի, հոկտեմբերի ամսին է կատարվելու, ինչի համար շատ ուրախ ենք, մանրամասն Գասի պարոն Աբրահամյանը, ինչը վերաբերում էր ձեր հարցին կպատասխանեմ, իմ անունից մրցել եմ Ղազախ մարզիկի հետ, որից հետո մի անգամից անցել եմ եզրափակիչ, որտեղ հաղթել եմ հնդիկ մարզիկին եւ այդպես դարձել եմ աշխարհի ոսկե մեդալակիր։ Իսկ ձեզ բացի ձեզանից եւ հայերից մյուս իհարկե որ ազգի ներկայացուցիչներն են այս մարզաձևում ուժեղ։ Թայլանդացիներին
մոտենում ենք մի կողմ, որտեղ ֆանտաստիկ ներկայացուցիչներ են այս սպորտաձևի, բայց կմեջ վերեմ ավստրալիացիներին, անգլիացիներին, ֆրանսիացիներին, Բրազիլիան շատ ուժեղ թիմ ունի, տարբերվող ոճ ունի այս մարտարվեստում, շատ ուժեղ հավաքականներ կա, ասեմ մի դեպ այդ ուժեղ հավաքականներից երկուսին Հայկը ուղղակի կներեք, բայց պետք է ասեմ, որ չնչացրեց, որտեղ ամբողջ աշխարհի առաջնություն խոսում էին Հայկի մասին, ինձ թվում է ինքը ավելի լավ կպատմի դրա մասին։ Այնքան էլ այո, խոսել Հայկը շատ համեստ է։ Հայկը իր յուրաքանչյուր մենամարտից առաջ այսպես նստած է։ Եվ այն մարդը, որ չի ճանաչում, դե մենք բոլորս գիտենք Հայկի մականունը սպորտային պիտբուլ է։ Մենք բոլորս գիտենք, որ ինքը եթե մտավ ռինգ, եթե ինքը չհաղթի, ապա մի հատ տեսարան է լինելու, որտեվ Հայկը նահանջելու, հանձնվելու, չգիտեմ, զիջելու, այդպես բան չունի։ Ինքը մենակ արտակնապես է սենց համեստ, բայց իր էությունը բացվում է ռինգում, այսինքն այն պայքարող ոգին։ Ու թող մնացածը Ձեր հարցին անցած տարվա օրինակ Ուզբեկստանի եւ Կիրգիզստանի ներկայացուցիչները ոնց որ ասած էլի ոնց որ հայտ են ներկայացրել այդ մենամարտելու դե Instagram-ով էլի իսկ մեկ էլ այս տարվա բրազիլացին ոնց որ ցանկությունը հայտնել էլի մենամարտելու ինչը վերաբերում է ձեր հարցին մենամարտել եմ Բրազիլիայի ներկայացուցիչի հետ իմ համար ամենա ոնց որ ասած ուժեղ թիմը ծանր մենամարտը իր հետ է եղել ու թիմը որպես սպորտի մեջ, ընդհանրապես սպորտի մեջ Բրազիլիան է, ոնց որ կամքի ուժը իրանց բան մարտական ոգին ոնց որ բարձր է իմ համար։ Ինձ թվում է իրանք էլ առանձնացնում են ձեզ ընկերներ որպես այդպես։ Ցումից հետո ասել մենամարտելից հետո այո, միանշանակ։ Եվ Արամ Եվրոպայի առաջնությունը ոնց հասկացանք այստեղ է տեղ ունենալու, ինչպես ենք նախապատրաստվում։ Հիմա անցնենք Եվրոպային, շարունակեմ, 1/4 եզրափակիչում Հայկը իր համեստությունից ելնելով նորից չի ասում ամբողջ ինֆորմացիան։ Կիսա 1/4 եզրափակիչում Բրազիլիայի հավաքականի մարզիկի հետ ենք շատ ծանր մենամարտերի դեպ ասեմ, 3 ռաունդ այն խտացված մենամարտից էր։ Հաղթեցինք Կիսա եզրափակիչում մենք ում անցանք Նեպալի եւ մյուս կողմից հաղթելով գալիս էր Անգլիայի հավաքականի մարզիկը, իդեպ էլի շատ լավ մարզիկ էր, ուղղակի ոճերը շատ տարբեր էին էլի, Հայկի եւ անգլիացու։ Երկու հաղթանակից հետո Հայկը մտավ եզրափակիչ, անգլիացին երկու հաղթանակից հետո մտավ եզրափակիչ եւ շատ հետաքրքիր մենամարտ էր, որտեվ Հայկի ընդհանուր տեխնիկան դրված է հարվածայինի վրա։ Անգլիացու ամբողջ տեխնիկան կառուցվում էր կլինչերի վրա, ծնկների եւ արմունկների։ Այսինքն ինքը կլինչ անող տղա էր։ Ու շատ հետաքրքիր էր ինչ ա լինելու, չերկարացնեմ երկրորդ ռաունդում բացարձակ առավելությամբ տեխնիկական նոկաուտով Հայկը վերջացրեց այդ մենամարտը երրորդ եւ դարձավ աշխարհի չեմպիոն։ Հիմա անդրադառնանք ինչի կապակցությամբ շատ ուրախ եմ եւ հիմա մինչեւ օրս եւ այդ էմոցիաները, որ մենք ամբողջ թիմով այնտեղ ապրեցինք եւ առաջի մենամարտից հետո բրազիլացու հետ այնքան տպավորիչ մենամարտ էր, որ Հայկի մենամարտին անընդհատ սպասում էին մնացած ներկայացուցիչները, որ նայեն տեսին, որտեվ այդ տեսարանը շատ ուժեղ էր էլի, շատ տպավորիչ մենամարտ էր։ Հրաշալի։ Հիմա Եվրոպային ներողություն, Եվրոպային էլ անդրադառնամ, որովհետև շատ կարևոր ինֆորմացիա Կարուն ասեց, հոկտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետությունը, մեր պրոֆեսիոնալ Muay Thai ֆեդերացիան Թայլանդում կոնգրեսի ժամանակ հայտեր կային 3 պետություններ, որից մեկը Իտալիան էր, մյուսը եվրոպական պետություն էր, Ավստրիան կամ Բելգիան էր եւ Հայաստանի Հանրապետությունն էր, որ կոնգրեսի ժամանակ որոշում էր որտեղ է լինելու Եվրոպայի առաջնությունը Մեր հաղթելը դեր խաղաց։ Չէ, դա կոնգրեսը վերջում չի, սկզբներում է, բայց դե գիտեն մենք քանի տարի մասնակցել ենք, մեզ լավ գիտեն եւ բնականաբար այլ տարբերակ չկար էլի։ Եվ միանշանակ բոլորը քվեարկեցին, որ Հայաստանում մրցաշարը տեղի ունենա Եվրոպայի
քվեարկելուց հետո շատ երկրների ներկայացուցիչ, որոնք որ Եվրոպայի մեջ ընդգրկված չեն, գալիս էին եւ ասում էին, եկեք մի հատ կոնգրես անենք, հարցը դնենք, որպեսզի բաց Եվրոպայի առաջնություն լինի, որպեսզի մենք էլ կարողանանք մասնակցենք Ավստրալիան, Բրազիլիան, նույն Ուզբեկստանը, Կազախստանը, Қырғызստանը ցանկություն էին, Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականը եւ կոնգրեսի ժամանակ նորից որոշվեց, որ բաց Եվրոպայի առաջնությունն լինելու հոկտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետություն Երևան քաղաքում Muay Thai Եվրոպայի առաջնություն, որն Muay Thai ֆեդերացիայի կողմից կազմակերպված։ Փաստացի համարյա աշխարհի առաջնությունն է դառնում շվակած երկրները փոքրիկ աշխարհ լինի, ձեզ բնականաբար հրավիրելու ենք մեծ սիրով, որ գաք, նայեք, տեսնեք, դուք էլ զգաք այդ էմոցիաները, ինչ որ մենք ենք ապրում։ Շնորհակալություն, սա կարծում եմ ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է ֆեդերացիայի հետագա հաջողությունների համար։ Ես կարծում եմ մի ամուր հիմք է, որպեսզի դրա վրա արդեն կառուցեք ձեր հետագան ու շատ կարևոր հետագա, որը լի է գոտիներով եւ մեդալներով։ Տղեկ ձեզ շատ շնորհակալ ենք մենք իսկապես, որ էլի մեր երրագույնը, մեր դրոշը, մեր անունը, մեր ազգի պատիվը, ուժը ու այդ էներգիան ցույց եք տվել ու հաղթանակներով վերադարձել եք։ Իսկ ես ամենի գլուխ կանգնած է իհարկե ֆեդերացիայի նախագահ Արամ Աբրահամյանը, շնորհակալություն հնչեցնենք հաղթողների անունները Կարո Ոսկանյան եւ Հայկ Վարդանյան։ Ձեզ օրվա հրաշալի շարունակություն։ Մենք շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Մեր եթեր ընկերներ մնացեք մեզ հետ։